Տրամաբանական առումով նաև նման պահանջ դնելը ես համարում եմ անհեթեթ, ինչու, որովհետև ենթադրենք գանք այս տեսակետից, որ Հայաստանի Հանրապետությունը դնում է սահմանադրության հանրակրվե եւ այդ հանրակրվեն անցնում է։ Եվ այդ հանրակրվեն անցնելուց հետո Հայաստանը 1-2 տարի այնքան է ուժեղանում, որ հարձակվում է Ադրբեջանի վրա։ Ինչ սահմանադրությունը խանգարելու էր ուժեղանալուց հետո հարձակվելու, կամ հարձակվելուց հետո Ալիևն ինչ է անելու, դիմելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին, կամ դատարանին ասել է Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այսինքն սահմանադրության փոփոխությունը զրո երաշխիք է, որ Հայաստանը հետագայում ռևանշիստական որևէ քայլ չանի։ Ավելի լուրջ երաշխիք է, որ այն ինչ որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցնում են, այդ 17 կետերը, դրանք ստորագրեն եվրոպական 5 երկրների, 4 երկրների ներկայությամբ, այն ինչը պատրաստում էին անային Գրանադայում, որի են Ալիևը չգնաց, կամ դա ստորագրեն Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների նախագահի հովանու ներքո։ Դա շատ ավելի լուրջ երաշխիք է, որ հայերը հետագայում չեն հարձակվի, կամ Ադրբեջանը հետագայում Հայաստանի վրա չի հարձակվի, քան որևէ սահմանադրության փոփոխություն։ Այս պարզունակ բան է, որը կարծում եմ աշխարհում բոլորն էլ հասկանում են ու դրա համար Հայաստանին չեն ճնշում, թե գիտես ինչ գնա ու սահմանադրություն փոխի։ Ավելին բոլորը հասկանում են, որ Ալիևը պատրվակներ է բերում ու սահմանադրության փոփոխությունից հետո էլ լրացուցիչ պատրվակ է բերելու, որ այդ փաստաթուղթը չստորագրի, որովհետև Ալիևը ուզում է ուժային գործոնը դեռ ուժի մեջ պահել, բայց կան գործընթացներ, որոնք միանշանակ որոնցից հետևություններ անելով Ալիևը գալու է նրան, որ հիմա հնարավորինս արագ Հայաստանի հետ այդ թուղթը ստորագրե։